Ասուբարին, ես եմ Շնորհակալ շնորհակալ։ Վերջյան եթերն է, մի քանի թեմաների հետ կապված, կլսենք ձեր գնահատականը եւ իհարկե կարևորը թե գալիք տարի ինչ անելիքներ ունենք, հաշվի առնելով, որ երկիրը եւ հայ ժողովուրդը ինչ աղետի առջեւ է կանգնած։ Եվ այսպես այսօր առավոտը բացվեց, մենք իմացանք, որ հերթական հետապնդումներն են, կալանքներ, ձերբակալություններ, այսպես տարվա վերջին ամանորի նախաշեմին, այս իրողությունն է, խնդրեմ այս մասով ձեր տեսակետը։ Նախ շնորհակալ եմ հրավերի համար, ուզում եմ խոսք սկսել իմ ցավակցությունները հայտնելով Թովմասյան ընտանիքին, Վարդան Թովմասյանի մահվան հետ կապված զորակցությունս հայտնել։ Ինչ վերաբերվում է ձեր այն հարցին, որ իշխանության այս տարեվերջին կատարած գործողությունները որևէ մի անակնկալ չկա, այս գործողությունների մեջ ազգակործանը հայտարարել է, որ պայքարելու է, անողոք պայքար է մղելու բոլոր այն մտածողների, պայքարողների, այն մարդկանց, որոնք որ պաշտպանում են եկեղեցին, պաշտպանում են մեր ազգային արժեքները, այս տարիների ընթացքում իրենց պայքարը տարբեր քաղաքական գործիչների, հանրային գործիչների գիտենք, որ այդ պայքարը դուր չի գալիս իշխանություններին, ավելին իրենք շինծ ու մեղադրանքներով պարբերաբար մարդկանց անազատության մեջ են պահում եւ երեք արդեն գիշերվանից տեղեկություններ ստացանք, որ խուզարկում է տեղի ունենում Խաչիկ Գալստյանի բնակարանում եւ այս առումով ցավով եմ ասում, բայց անակնկալ չի, արդեն 60-ից ավել ունեն քաղաքական բանտարկյալներ եւ այս գործով էլ ես չգիտեմ ակնկալել, որ իրավապահ համակարգը օբյեկտիվ կարող է գործել այս պայմաններում, մեղմ ասած միամտություն է, նախորդիվ պրոցեսները հաշվի առնելով, թե ինչ գործիքակազմ է կիրառվում, ինչ հրահանգներ է տրվում, ուրեմն ազգակործանի կողմից, դա կառավարության նիստի ժամանակ էլ է դրա մասին խոսվել, այդ հայտնի իր նոր մոտեցումը, որ կա, ձևը գտնել եւ մարդկանց ուրեմն տանել, կալանավորել, ձևը գտնել, փակել խանութները, ձևը գտնել սրբազաններին անազատության մեջ պահել, ձևը գտնել ազգային բարերարներին անազատության մեջ պահել եւ հիմա էլ այս րոպեներին, երբ որ ես ձեր տաղավարում եմ, հակակոռուպցիոն դատարանում քննվում է Խաչիկ Գալստյանի գործը, էլի ձերբակալված անձիկ կան, բայց ակնհայտ է, որ սա քաղաքական հրահանգը ամենաբարձր օղակներից այդ հրահանգը իջեցվել է, ամրություն եւ տոկունություն եմ մաղթում մեր բոլոր ընկերներին, քաղբանտարկյալներին, անազատության մեջ գտնվող անձանց, որոնք որ նաեւ իմ գնահատանքն եմ ուզում հայտնել բոլոր այն գործիչներին, այն մարդկանց, որոնք որ թեպետ այս բռնաճնշումներին, այս ամեն ինչին, բայց իրենք շարունակում են քրեակատարողական հիմնարկներից ուրեմն պայքարել այս ռեժիմի դեմ եւ ճանաչելով նաեւ պարոն Գալստյանին մտավորական, դասախոս մարդ, որը որ աշճանունի գիտական բարձր, գիտեք, որ քաղաքագիտության դոկտոր է, իր համեստությամբ, իր պարկեշտությամբ, իր նաեւ այս ամբողջ այս ընթացքում, այս պայքարի ընթացքում ամենապարկեշտ ու ամենահամեստ ու ամենանվիրյալ մարդկանցից մեկն է, անձամբ ծանոթ եմ, մեր լավ ընկերն է, լավ մարդ, լավ ընտանիքի հայր, հայ առաքելական Սուրբ եկեղեցու նվիրյալ պաշտպան եւ այս առումով գիտեք ինչ, այն ամեն ինչ որ ես մեղադրանքներ եմ, ես տեսնում եմ այդ մեղադրանքների դատարկ եւ սին լինել։ Ես տեսնում եմ, որ իշխանության պարագլուխը փորձում է ամեն ինչ անել իր գահավիժող այս վարկանիշին զուգահեռ, ինքը փորձում է ամեն ինչ անել, որպեսզի այն մարդիկ, որոնք այս ընթացքում պայքարել են, այդ մարդկանցից ձեզ բազատվել, ես նաեւ համոզմունքով ուզում եմ ասել, որ բոլոր այդ մարդիկ նաեւ
հնարավորություն ունեմ շատերին, ում որ տեսակցությունները արգելված չեն, տեսակցել գրեթե ամենօրյա ռեժիմով մենք թե Հայաստան դաշինքի падգամավորները, թե այլ ուրեմն դիմադիր գործիչներ պարբերաբար հանդիպում են անազատության մեջ գտնվող մեր ընկերներին, մեր հայրենակիցներին եւ ես ուզում եմ նաեւ իրենց падգամը փոխանցել իրենք տրամադրված են վճռականորեն որևէ մեկի այսպես որևէ մեկի վրա այս ճնշումները բացարձակ որևէ արդյունք չեն տվել մի քանի օր առաջ տեսակցել եմ Սիսական ջոկատի լեգենդար հրամանատար Աշոտ Մինասյանին եւ հրամանատարն էլ էլի բարձր այսպես ասած տրամադրվածությամբ աննահանջ որևէ մի պարագայում մեր այդ հերոսական ուղի անցած տղաները որևէ մի պարագայում չեն էլ անգամ մտքի ծայրով անգամ չի անցնում որ կարող են ընկրկել այս մեղադրանքների այս անազատության մեջ լինելու պարզավոր այդ ամեն ինչը այդ պայմաններով այս ամբողջ այս առողջական խնդիրներով հանդերձ այդ ամեն ինչը այսպես ասած ամենալավ վիճակը չէ իրանց մոտ բահման պայմաններից սկսած առողջական խնդիրներից վերջացրած բայց համենայն դեպս ես ուզում եմ մեր հեռուստադիտողներին նաև փոխանցել իրենց падգամը որ որևէ մի կերպ չնահանջեն, չընկրկեն չմտածեն, որ ինչ որ մի պահի հանկարծ, չգիտեմ էլի, այս ամեն ինչի ֆոնին որոշները չհիասթափվեն, ամենակարևորը իրենք մաղթում են մեր ժողովրդին տոկունություն, ամրություն, համախմբվեն հայ առաքելական Սուրբ եկեղեցու շուրջ, իրենց գաղափարներն ու սկզբունքները միջև վերջ տանեն։ Այս ամեն ինչը ուրեմն վերջանալու է, հաստատ մեղավորները կրելու են ամենախիստ պատասխանատվությունը, մենք տեսնում ենք, որ այս գործեր կարելով փորձելով վախեցնել, իրենք մտածում են, որ որոշ մարդկանց վրա սա ազդեցություն կգործի, բայց այն մարդիկ, որոնք այս 7 տարիների ընթացքում երբեք այն որ մի վարկյան անգամ չեն մտածել այդ պայքարի խրամատը լքելու, իրենք շարունակում են այդ տրամադրվածությունը եւ այդ համոզմունքը ունենալ։ Ինչ վերաբերվում է ուրեմն ձեր նշած այն հարցին, թե տարվա ամփոփմանը կարող ենք հետևյալը ասել։ Մինչև գալը, ամփոփմանը Մագդալենյան, տեսեք, այս տեսանյութն էր տարածվել եւ ձայն ուղղակի չենք միացնի, թռվռում են, որ գնաց հետդ կգամ, ուրախություն, երկի մեջ է ասվում էլի իհարկե, Փաշինյանը քպականները էնտուզիազմով թռվռում են, սրա հետ կապված ինչ ունեք ասել, համեցեք։ Դե անդիմադիրները գիտեք, որ ամեն մի կուսակցություն կամ ամեն մի քաղաքական ուժ տարին յուրովի ամփոփում իրենց ամփոփիչ գալահամերգն էլ էր դուք տեսնում եք էլի իրանք էլ են տարի ամփոփում էլի կարելի ասած եթե սա ամփոփել է դե գիտեք սրտիկներ չգիտեմ տշում էին ուրախանում էին ռաբիս երաժշտության ներքո եւ ամենահետաքրքիրը այն էր որ այս տարբեր ուրեմն սենց քպական երեսփոխաններ, չգիտեմ, տարբեր ցուցակում մարդիկ որ փորձում են ընդգրկվել իրենց ջանք ու եռանդը չէին խնայում որ Նիկոլ Փաշինյանից ավելի բարձր ցածկեն, ավելի բարձր գոռան, երևի դրանով էլ նաև պայմանավորված է իրենց ցուցակում որտեղում կհայտնվեն։ Այս ամեն ինչը նրա համար է, որ դուր գան ազգակործանին, դուր գան պատուհասին եւ սա նաև ինչ ասեմ ես, նաև արժեհամակարգից է խոսում, ամեն ոլորտ ձախողած, բոլոր բնակավարներում տապալված մեր երկիրը այս աղետին հասցրած ուրեմն այս մարդիկ որևէ մի չգիտեմ էլի ես եթե հետադարձ հայացք ենք գցում եւ տեսնում թե ամենաողբերգական ու ամենամեծ համար ամենածանր օրերին ամենածանր ժամերին իրենք ինձ կեցվածք են դրսևորել սա ամենևին նորություն չէ Արցախի կորստի ժամանակ են այս մարդիկ
տժժում, ուրախանում էին բոլոր այն արհավիկների ժամանակ, երբ որ ազատի կացարանում էր, ողբերգական դեպքեր էր լինում, երբ որ մեր հայրենակիցները բռնի տեղահանվում եւ էթնիկ զտման էին ենթարկվում, իրենց ուրախ եւ անհոգ նկարներ էին գցում իրենց համացանցում եւ Facebook-յան էջերում տարածում էին եւ ինչ որ զարմանալ էս ամեն ինչից ինձ համար այլևս իրենց վերաբերմունքը ոչ զարմանալի է, ոչ էլ ես չգիտեմ ինչ որ զարմացել եմ որ տեսել եմ իրենց այդ վիճակում, այդ վիճակ իրենց ամենօրյա վիճակն է եւ մարդիկ չգիտեմ էլի այն վտանգները որ կախված են հայ ժողովրդի գլխին փորձում են ցույց տալ որ տեսեք ինչքան է կյանք ուրախ եւ նաեւ ազգային ժողովում ինք հայտարարեց որ ժողովուրդ ջան կերեք խմեք ուրախացեք տրժացեք այլևս խաղաղությունը եկել է այլևս հայ ժողովուրդը պետք է ապրի ուրախ երջանիկ անհոգ եւ այդ ուրախությունն ու անհոգությունը եւ ցոփ ու շվայտ կյանքը մենակ իրանց է բնորոշ որովհետեւ իրենք ուրախ են որովհետեւ իրենք բարեկեցիկ են որովհետեւ իրենք ամեն տարի ծառայողական մեքենաներ են փոխում շրջագայում են բարձր աշխատավարձներ են ստանում իրենք այո, որևէ մի պարագայում իրենց որևէ մի բանից չեն զրկում, այն պարագայում, երբ որ մեր հայրենակիցները ծայրին չեն հասնում եւ տեսնում եք նոր տարվա նախօրեին մեր թոշակառու հայրենակիցները տեսնում են կամ անապահով ընտանիքները 25% ծայրահեղ աղքատության մեջ գտնվող մեր հայրենակիցները ի վիճակի չեն անգամ նոր տարվա սեղանին են մինիմալ պահանջները բավարարել մենք տեսնում ենք որ մեր երկրում ինչ վիճակ է, ինչ տնտեսական ծանր վիճակ է եւ ամեն օրն ու ամեն ժամ այս մարդիկ պետական պարտք ավելացնելով միլիարդավոր դոլարներ ուրեմն վարկային ասեղի վրա նստած մեր հայրենակիցները աղքատության ճիրաներում գտնվող տասնյակ հազարավոր մեր արցախցի հայրենակիցներ անօթևան չգիտեն ինչ պետք է անեն ոնց պետք է անեն մենք հայրենակիցներ ունենք ուղղակի որ մարդիկ գիշերում են մեքենաների մեջ ասենք անտուն սոցիալական ծայրահեղ ծանր վիճակում ես 2 օր առաջ ուրեմն Տավուշի մարզում էի եւ նաեւ մեր հերոս նահատակների ընտանիքի երեխաների համար միջոցառում են կազմակերպել մեր երիտասարդական թևը եւ նաեւ ես էի ներկա եւ տեսնում էի այդ գյուղերում ինչ վիճակ է մարդիկ ինչ ծայրահեղ ծանր վիճակում են մեր երեխաների դեմքին անգամ ժպիտ չկա որովհետեւ գիտեք ինչ այդ վիճակում հայտնված նաեւ արցախցի մեր փոքրիկները որոնք որ ամենաիրենց նվիրական երազանքը նաեւ ես եմ շփվել երիտասարդների հետ մեր երեխաների հետ ուրեմն իրենց եւ իրենց ծնողների հետ բնականաբար եւ իրենց ամենանվիրական երազանքը դա Արցախ վերադարձն է Արցախ վերադառնալն է Եվ այս առումով ես ուզում եմ մաղթել, որ 26 թիվը լինի Արցախ վերադարձի տարի, մեր ժողովրդի սոցիալական, տնտեսական, անվտանգային վիճակը փոխվի, այս ամենակարևորը 26 թվականին մենք պիտի մեր ամենակարևոր նպատակը դա նա է, որ այս իշխանությունները այլևս հնարավորություն չունենան 26 թվականից հետո որևէ մասնակցություն ունենալ պետության կառավարման գործում Թե նաև իրենք գիտեն իրենց արածի ասում են մասշտաբները, մեղքը եւ վերջին բաներից են էլի կա։ Սա թքած ունենալու նուրբ արվեստն է, այս մարդիկ որ ասես գիտեք ինչ կա, իրենք մեղքի զգացում, ես մեղքի զգացումը հետեւյալ կերպ եմ մեկնաբանում, այն մարդիկ, որոնք որ մեղքի զգացում են ունենում, ինչ որ նշույլներ լինում է մարդկանց մոտ, որ իրենց պատասխանատվության չափի այս աղետի մասշտաբների եւ ոչ թե աղետները կանգ են առնում, այլ հերթական աղետներն են բերում մեր երկրին, մտածող մարդը, հետևություն անող մարդը իր վերաբերմունքով է ցույց տալիս, իր ապրելակերպով է ցույց տալիս, իր սկզբունքներով է ցույց տալիս, երբեք ես չեմ տեսել, որ իրենք գոնե դույզն ինչ, ուրեմն մեղքի բաժինը գիտակցեն, պատասխանատվություն
պատասխանատվությունը իրենց բերած այս չարիքի ու արհավիրքի պատասխանատվության մասշտաբները գիտակցեն եւ պատկերացնեն, ես այդ հույսն ու այդ ակնկալիքը չունեմ, որ իրենք ունեն այդ խղճի, այդ բարոյականության, այդ չափը, մենք տեսնում ենք մեր ժողովուրդը իրական են ազգային հատվածը, մտածող հատվածը ոնց է վերաբերվում, ոնց է տանջում, այդ ընտանիքները, մեր հերոսացին ծնողները ոնց են ամեն օր իրենց նաեւ այդ չգիտեմ, այս խնդիրների մեջ, այս ամեն ինչի մեջ, անհայտության մեջ գտնվող, գիտեք, որ 200-ից ավելի մեր հայրենակիցներ կան, որոնք անհայտության մեջ են, եւ այդ մարդկանց ճակատագիրը շատերի շատ իշխանավորների համար այդ մարդկանց ճակատագիրը հետաքրքիր չի։ Մենք տեսնում ենք, որ բենզինով, մի քանի կանիստր բենզինով, մի քանի, չգիտեմ, մի քանի տոննա ցորենով ուրախացող եւ երջանկացող մարդկանց, որոնք որ իրենց վաղուց արդեն մոռացել են, որ մենք Բաքվի բանտերում ունենք հայրենակիցներ, որոնք որ գիտեք Վագիվ Խաչատրյանը, գիտեք որ ուրեմն Լիբանանահայ մեր հայրենակիցը Վիգեն Էյուկչյանը ուրեմն ծայրահեղ ծանր վիճակում են գտնվում։ Եվ այս ֆոնին ուրախանալ չգիտեմ, ցորենով կամ բենզինով ժողովուրդ, սա մեր համար բավականին մտահոգիչ եւ բավականին ողբերգական մի պատկեր ունենք, երբ որ մեր սուվերեն տարածքները օկուպացված են ադրբեջանցիների կողմից, երբ որ Ադրբեջանը ամեն օր հայտարարում է Հայաստան, ուրեմն ադրբեջանցիներին բնակեցնելու հարցով եւ վերջերս նորից էլի աչքովս ընկավ էլի նույն խոսույթը, նույն տրամադրվածությունը եւ Ալիև են հայտնի խոսքը որ ժողովուրդ ջան, մենք ուրեմն Հայաստան պիտի գնանք մեքենաներով, այսինքն այս պլաններից, այս ծրագրերից չեն հրաժարվել եւ ադրբեջանցիները մտածում են, որ այս տնտեսական էքսպանսիայով արդեն կլուծեն իրենց արժեվ դրած խնդիրները, այս պարագայում տեսեք այս ուրախությունը, խինդը, ինչ որտեղ նաև մենք ականատեսն ենք լինում մարդկանց, որոնք որ մեծագույն իրենց հրճվանքով, ուրախությամբ, ցնծությամբ ընդունում են, չգիտեմ, էլի բենզինի, ադրբեջանական բենզինի հայտնվելը հայկական շուկայում, ինչ որ մարդկանց օլիգարխների գրպաններն են լցվելու, այդ 20-30 դրամ էժան բենզինն էլ գիտենք, ինչի համար եկե մեկ անգամյա օգտագործմամբ Վրաստանի տարածքով այդ ուրեմն Վրաստանը ինչպես գիտեք այդ турքը մեկ անգամյա այդ турքը չի սահմանել եւ դրա համար որոշակի գնի էժանացում կա մեզ համար ամենակարևորագույն խնդիրը հետեւյալը պետք է լինի անհապաղ Ադրբեջանի բանտերից մեր գերության մեջ գտնվող հայրենակիցների վերադարձը մաղթենք այդ ընտանիքներին տոկունություն, ամրություն, առողջություն եւ օրեր առաջ մեր լավ ընկեր Դավիթ Համալյան նաև իր տարեմուտի մաղթանքներով ասեց մաղթում ենք որ պետությունը վերադառնա արձակուրդից այսինքն մենք գիտենք որ պետությունը հանցավոր անգործություն է ցուցաբերում պետական այրերը հանցավոր անգործություն են ցուցաբերում որևէ պարագայում չեն մտածում դրա մասին եւ նաեւ մաղթենք որ մեր հայրենակիցները որոնք ապօրինաբար կալանավորված են եւ գտնվում են քրեակատարողական հիմնարկներում օր առաջ այդ մարդիկ ազատվեն բանտերից վերադառնան սրբազանները վերադառնան իրենց եկեղեցիները որովհետեւ այդ եկեղեցիները դատարկ են առանց մեր սիրելի եւ պատվելի սրբազանների ազգային բարերարը օր առաջ ազատվի եւ զբաղվի իր բարերարությամբ, իր պետականաշինությամբ, ազգային ժողովի падգամավորները, կուսակցական ղեկավարները, ուրեմն լրագրողները, գիտենք որ անազատության մեջ են նաեւ լրագրողները, որոնց ուրեմն վճռա վերաքննիչը էլի իրենց որոշումը ուրեմն կալանքի ժամկետը երկարացնելու Վազգենի խոսքը Վազգենի եւ Նարեկի մասին է եւ այդ մարդկանց մաղթենք որ շուտապույտ ազատ արձակվեն որթեկորույս մեր ծնողները որոնք էլի անազատության մեջ են մենք պետք է ամեն օր հիշենք ամեն օր այդ խնդիրները բարձրացնենք ամեն օր պետք է պայքարենք որ այդ մարդիկ ուրեմն հայտնվեն ազատության մեջ եւ այն բանտերում որոնք իրենց բանտարկել են ես համոզված եմ այդ օրը գալու է եւ բոլոր այն մարդիկ որոնք որ խախտել են օրենքը եւ ապօրինի որոշումներ են կայացվել այդ մարդիկ պետք է լինեն նույն այդ բանտերում որոնց որ հիմա տարել են այդ զնդաններում պահում են Պարոն Դանիելյան տեսեք ադրբեջանցիները Ռուբեն Վարդանյանի մասին ֆիլմ են պատրաստել եւ այդտեղ օգտագործել նաեւ Սամվել Բաբայանի խոսքը Խզմարյանի խոսքը մարդ ինչ սորտ, ինչ տեսակ պետք է լինի, որ գերության
գերության մեջ գտնվող մեր հայրենակցի մասին խոսի ամենակեղտոտ շեշտադրումները, խոսքը Սամվել Բաբայանի մասին է, որ այդ կապված բազում հարցեր կան, որտեղ պետք է հստակեցնել ինքը ոնց է։ Իհարկե ոչ մեկ չի ասում, որ գերության մեջ հայտնել, բայց ոնց է ինքը կարողացել դուրս գալ նույն Արցախից, որտեղ ասում են ժամանակին ադրբեջանցիները իր գլխի համար ամենամեծ գումարներն էին առաջարկում։ Անազատության մեջ գտնվող եւ մեր հայրենակիցները, որոնք որ հայկական բանտերում են եւ գերության մեջ գտնվող մեր եւ ռազմաքաղաքական ղեկավարությունը եւ պատանդառնված մնացած անձանց մասին որևէ բացասական խոսք, որևէ մի ակնարկ անգամ դա անթույլատրելի է, կստմնելի է, զազրելի է եւ նողկալի է։ Կան մարդիկ, որոնք որ կարող է տարբեր ուրեմն մարդկանց վերաբերյալ ունենան իրենց կարծիքը, բայց ամեն դեպքում ես նաև տեսնում եմ, որ մեր հանրային դաշտում մարդիկ կան, որ ես այդ մարդկանց, գիտեք ինչ, այդ մարդիկ երևի բարեր խոսքեր չեմ գտնում գնահատական, ինչքան պետք է ինկած լինի մարդը, որ ուրախանա Բաքվում հայտնված մեր հայրենակիցների կարգավիճակով։ Ես տեսնում եմ նաև համացանցում յան ազգանունով մարդիկ, որոնք որ ուրախանում են, դա նողկալի մի պատկեր է։ Ես կրկնում եմ, որևէ մի հայ մարդ իրավունք չունի ուրախանալու Բաքվում գտնվող մեր հայրենակիցների կարգավիճակից, հակառակը պետք է ամեն ինչ անի, որ մեր հայրենակիցները գտնվեն ազատության մեջ, բոլորը անխտիր բոլորը պետք է հայտնվեն ազատության մեջ եւ այդ ուղղությամբ պետք է գործուն քայլեր ձեռնարկել յուրաքանչյուր հայ մարդ։ Այս տարի նշանավորվեց նաեւ ճակերտավոր իհարկե նրանով, որ մենք տեսանք հայ առաքելական եկեղեցու դեմ ամենակեղտոտ արշավը, իհարկե չմիացնելով սրա տեսանյութը, բայց մենք տեսանք, որ սույն անձը ինչ որ համացանցում հայտնի Ջնդոյի Էյդո են ասում, ինչ են ասում, ներկայություններ կային, որ ոնց որ գլխավոր դատախազի քերին է, կարծես թե երկվել է, ամեն դեպքում չգիտենք, բայց մինչև անգամ վեհապարը սպանելու ոչեր հնչեցնում, ես կխնդրեմ ես իրողության հետ կապված է տեսակետը։ Դե տեսեք, ընտրովի արդարադատություն եւ այս ընտրովի արդարադատության շրջանակներում մենք հետեւյալ պատկերին ենք ականատես լինում, երբ որ տեսախցիկների արչեւ ուրեմն բռնության կոչ, սպանության կոչ անող մարդը, որը մարդ ասել է այդ տվյալ անձնավորությանը մեծ ճոխություն է, ես չգիտեմ մարդը ինչ դաստիարակություն եւ ինչ արժե համակարգ պիտի ունենա, որ տեսախցիկների արչեւ եւ ոչ միայն տեսախցիկների արչեւ կոչ անի, որ վեհապարին քարերով սպանել, չէ, մոտավորապես քայլով, այո, սատկացնել նման զազրելի նողկալի բառապաշարով հանդես եկող մարդը, եթե մենք ուրեմն զուգահեռներ անցկացնենք, մենք կտեսնենք, որ կրկնում եմ, այդ ընտրովի արդարադատությունը լի Հայաստանում գործում է եւ այս մարդը պիտի լիներ հիմա անազատության մեջ։ Մարդ, որ կոչ է անում վեհապար տիրոջը քայլով սպանել, այդ մարդը հիմա ազատության մեջ է եւ ես կասկածել անգամ չունեմ, որ եթե ինչ որ քրեական գործ էլ հարուցվի, այդ քրեական գործը շատ կարճ ժամանակ հետո կկարճվի եւ այս առումով մենք նոր չէ որ դրա հիմքերը ունենք այդ պնդումները անելու, որովհետեւ այն մարդիկ, որոնք որ բռնության կոչեր են արել, արցախցի մեր հայրենակիցների նկատմամբ, ընդդիմադիր տարբեր գործիչների նկատմամբ, ամենակեղտոտ բառապաշարով հանդես են եկել, գիտեք որ այն հայտնի այդ շրջիկ խումբը որ կա, այդ խմբից շատերը ինչ բառապաշարով են հանդես գալիս արցախցի մեր հայրենակիցների նկատմամբ, այլ բայրակթար կուլ տալու, էլեն, բայց այդ բոլոր գործերը եւ նաեւ ամենակեղտոտ կներեք վիրավորանքները հասցնելու։ Մենք տեսնում ենք նաեւ Մայրաթորի այդ գրոհի ժամանակ այդ մարդկանց նաեւ վարքագիծը, այդ նույն մարդիկ են, որոնք որ տարիներ շարունակ այդ կեղտոտ բառապաշարով հանդես են եկել։ Ներազգային ատելություն սերմանելու կոչեր են արել այդ մարդիկ։ Այդ մարդիկ հանդես են եկել ամենազզվելի, ամենանողկալի բառապաշարով։ Եվ մենք տեսանք, որ Վեհարանում Մայրաթորի մոտ նույն այդ մարդիկ, նույն այդ խումբը, նույն այդ գործելավոճով, նույն այդ կերպարներով, նույն այդ զզվելի այդ իրենց բառապաշարով էլի հանդես են գալիս, մենք հաղորդում ենք ներկայացել հանցագործության մասին, հաղորդում են ներկայացել նաև լրագրողները, որ բռնության են ենթարկվել, որ իրենց նաև
անպարկեշտ արտահայտությունների բռնության ենթարկվելու եւ իրենց մասնագիտական պարտականությունները կատարելուն խոչընդոտելու ես էլ ուղիղ ուրեմն հանցագործության մասին հաղորդում եմ ներկայացրել ոստիկանապետին, գիտեք որ օպերայի եւ բալետի թատրոնի փոխտնօրենի հետ կապված որևէ գործը միջև այս պահը ընթացք չի ստացել Գիտեք որ սույն անձը բարձրացրել էր խոյակի վրա, գերեզմանի վրա եւ ուրեմն կոչ էր անում, որ ձեռքով առնվազն շարժում էր անում, որպեսզի գրոհեն ուրեմն մայրաթոռը։ Եվ այդ մարդիկ ոչ պաշտոնից են ազատվել, հիմա պաշտոնավարում են, ոչ էլ քրեական միջև այս պահը քրեական Դե սպանության կոչն էլ, այն մի կոչն էլ, տարբեր կոչեր են, չէ՞ հնչել, տարբեր առիթներ են եղել եւ այս առումով մի պարզ չի որ այս իշխանությունների մատեմատիկին չեն տանելու։ Ով չի իմանում որ պետք է այս ամեն ինչից հետո պետք է համապատասխան որոշումներ կայացվեր, բայց այդ որոշումները չի կայացվելու, չի կայացվել եւ չի կայացվելու։ Մի պարզ պատճառով, որովհետեւ վարչախմբի պարագլուխը նույն կառավարության նիստի ժամանակ ասում էր որ ես եմ պետությունը ինչ որ մեկը կա որ կարա իմ կարծիքին հակառակ այլ կարծիք ունենա այս մարդը ուղիղ ասել է որ իմ կարծիքին հակադրվող կամ այլ կարծիք ունեցող մարդ կառավարություն չպետք է լինի եւ այդ շրջանակներում էլ նաեւ ասվել է որ ձևը գտեք այս մարդկանց խանութը փակելու ձևը գտեք այս անելու ձևը գտեք այն անելու կա ինչ որ մեկը կառավարությունը որ կարա մտածի որ ինքը նաև ուժային կառույցներում որ կարա ազգակործանից ուրեմն տարբերվող կարծիք ունենա մարդը ուղիղ այդ ամեն ինչը ասել է այդ հրահանգների մասին մենք տեղյակ չենք որ այդ ցուցումները տրվում է ուժային կառույցներին ինչ ազգային ժողովը ինքը չի հայտարարել որ բոլորին կտանի հացը պատվալները կլցնի ինքը այդ գնահատականը չի տվել դատական համակարգին հայտնի իր խոսքերը վնգստացող դատավորներ եւ այլը։ Ինչ որ դատավոր կա որ իմ ասածը չանի։ Այդ ամեն ինչի շրջանակներում այս մարդը բոլոր բարոյականության գծերը անցել է, բոլոր կարմիր գծերը անցել է։ Պետության միջամտությունը այլևս ակնհայտ է իրապահ համակարգի գործելավոճի։ Վերջին պաշտոնանկությունները, SMS հաղորդագրությունները ուրեմն ԲՏԽ նախագահին SMS-ով գործից հանելը Ուժային այլ կառույցների ղեկավարին SMS հաղորդագրություններ ուղարկելը եւ աշխատանքից ազատելը։ Այսինքն ունենք մի մարդու դիկտատուրա։ Այս մարդը բոլոր թույլատրելի եւ անթույլատրելի սահմանները անցել է։ Եվ իր համար մի գործ քրեական գործ ավել, մի քրեական գործ պակաս որևէ մի նշանակություն չունի։ Եվ ակնհայտ ճնշումներ է իրականացվում դատաիրավական համակարգին։ Մենք գիտենք որ կան դատավորներ, որոնք որ կալանքի դատավորներ են։ Մենք գիտենք դատավորներ, որոնք որ այդ մարդիկ 99%-ով կալանք են տալիս քաղաքական գործերով։ Արդեն այդ ամեն ինչը ակնհայտ է։ Եվ այս առումով խոսել դրա մասին, որ Հայաստանի Հանրապետությունը ինչ որ ժող բաստիոն է եւ այլ, այն անհեթեթություն է։ Հայաստանի Հանրապետությունը այլևս ավտորիտար ռեժիմից մի բանի լավել է։ Նաև այս դատավարություններն են խոսում դրա մասին։ Հասարակության բոլոր շերտերից ուրեմն կան կալանքում գտնվող մարդիկ։ Եվ վերջին տվյալները, որ ավելի շատ մարդիկ կալանքի են քրեակատարողական հիմնարկներում, ավելի շատ կալանավոր կա, քան դատապարտյալ։ Սա ինչի մասն է խոսում։ Եթե մարդը ուրեմն այլընտրանքային խափանման միջոց կիրառելը արդեն անհնարին մի բան է դարձել, երբ որ քաղաքացիական պայմանագիր կուսակցություն ազգային ժողովում հայտարարություն անում, որ ահաբեկչություն է եղել, 18 աթարների մասին է գործը, խոսքը, այդ գործով, ընդամենը մի քանի ժամ հետո, ուրեմն ազգային ժողովում հայտարարություն են տարածում, որ արդեն ահաբեկչություն է։ Եվ տեսնում ենք, որ այդ գործը փուչիկ է եւ այդ փուչիկ գործերը տրակում են։ Միքայել Սրբազանի գործը, Բագրատ Սրբազանի եւ 17 արդարների գործը։ Քաղաքապետերի գործը, Մասիսի քաղաքապետի եւ Գյումրու քաղաքապետի գործը։ Ազգային ժողովի պատգամավոր ուրեմն Արթուր Սարգսյանի գործը,
Այս բոլոր գործերը Սամվել Կարապետյանի գործը մարդ արդեն կես տարուց ավել ԱԱԾ մեկուսարանում է։ Այն մարդիկ էլ որոնք որ ուրեմն մասնագիտական գնահատական են տալի, հետապնդման են ենթարկվում։ Այն մարդիկ որ այդ գործի գիտակն են, դասախոսներ, որոնք որ լեզվաբանությանը ամենագերազանց տիրապետում են, չէ՞ այդ ամեն ինչին։ Մենք տեսնում ենք քնչական այդ մարդկանց հետևից անգել։ Ով որ այդ մարդկանց բարև է տվել, այդ մարդկանց տուն այլ խուզարկություններ, այլ բռնաճնշումներ, այլ աշխատանքից ազատել։ Ազատ խոսքի համար մարդիկ չգիտեմ, դատվում են։ Եվ նաև վերջին գնահատականները, որ Լեմկինի անվան ինստիտուտը ցեղասպանության։ Հստակ նաև նամակ է ուղարկել, չէ՞, Դոնալդ Թրամփի եւ նաև հայտարարել է, որ սա եկեղեցու դեմ, ուրեմն արշավի մասին, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունները անողոք պայքար են տանում հայրաքելական Սուրբ եկեղեցու դեմ։ Այս ամբողջը եւ եթե Մարսեր ուրեմն երկու շաբաթ առաջ տեղի ունեցած այդ տեղի ունենար են ամեն ինչ հրեշավոր ծրագիրը, որ իրենք պլանավորում էին ներս մտնել եւ ուրեմն ժամերգության ժամանակ մենք տեսնում ենք այդ մարդիկ ոնց է տրամադրված եւ ինչ են ուղիղ ոստիկանության աչքի առջեւ եւ եթե ծրագիրը ուրեմն կյանքի կոչվեր մենք արյուն էր հեղվելու որտեւ այդ մարդիկ կոնկրետ նպատակ ունեին բռնություններ հրահրելու եւ սա պիտի գնահատականի արժանանա միջազգային հանրություն կոչվածի կողմից Հայաստանի Հանրապետության դեսպանատները պետք է հայտարարություն անեին միջազգային տարբեր կազմակերպություններ պետք է հայտարարություն անեին իրավապաշտպան որոշ իրավապաշտպան իրենց կոչվածներ պետք է հայտարարություն անեին պետություն եկեղեցի տարանջատ լինելու սահմանադրական բոլոր դրույթները խախտելու հրահանգ իջեցնելու ուժայինների որ գնացեք եւ ճշում գործադրեք տարբեր հոգեվորականների նկատմամբ որպեսզի պատարակը զեղչեն վեհապար տիրոջ անունը չտան սա ուղիղ ներգործություն է այսինքն էլ ինչ ասես որ մեկը ասես ասենք փաստերը այնքան ակնհայտ են որ սա ընդհանրեն այդ հայտարարությունից եթե իրավապահ համակարգը գործեր հավուր պատշաճի պետք է մի քանի ժամ հետո այս մարդիկ ուրեմն պատասխանատվության ենթարկվեին Եվ պարոն Դանելյան, դուք ձեր խոսքում ասում եք թքած ունեն, այստեղ կարող է նաև ձեր անելիքները ժողովուրդը ասում են պատրաստ է, ընդդիմությունը ինչ անելիքներ ունի, որպեսզի թույլ չտանք այս իրողությունները, բռնաճնշումները ամեն պահին թափ են ստանում իրենց կողմից ասում են պլանը կա կգցենք գրպանը, Արշակ Սրբազանի նկարն է ձեր հետևում, այս իրողություններով հետ պայմանավորված, խնդրեմ, որոնք են լինել հիմնական անելիքները գալիք տարի։ Ընդդիմությունը պետք է միասնաբար պայքարի ճակատ ձևավորի եւ այն ուժերը, որոնք որ իրապես իրենց հրճակել են ընդդիմադիր, ես հիմա չեմ ուզում գնահատականներ տալ, բայց կարծում եմ արդեն նոր տարվա սկզբից պետք է այդ բոլոր ընդդիմադիր ուժերը պետք է հստակ իրենց դիրքորոշումը հայտնեն այն ուժերը որոնք որ ավելի նորաստեղծ ուժեր են փոքր ուժեր են այդ ուժերը եթե մտածում են որ միայնակ կարող են պայքարել գործող վարչախմբի դեմ չարաչար սխալվում են միայն ուժերի մեկտեղմամբ միայն մեկ ասենքն կոնկրետ ոչ թե ընտրությունների մասին է խոսքը մեկ ճակատով պետք է հանդես գան մինչև ընտրությունները այն դրույթների այն հայեցակարգի շուրջ որը որ հնչեցվել է Հայաստան դաշինքի հայ հեղափոխական դաշնակցության կողմից գիտեք որ Իշխան Սաղաթելյանը Հայաստանի Հանրապետության հայ հեղափոխական դաշնակցության ուրեմն գերագույն մարմնի ներկայացուցիչ եւ
Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի падգամավոր Իշխան Սաղաթելյանը այդ դրույթները հստակ ասվել է, դրա մասին խոսել ենք եւ հիմա կոնսուլտացիաներ են գնում քաղաքական տարբեր ուժերի կողմից եւ սա անչափ կարեւոր է, որպեսզի այն ինչի մասին որ մենք խոսել ենք իրականություն դառնա եւ մենք տեսնում ենք դրական միտումներ այդ ուղղությամբ եւ կարծում եմ թե շատ-շատերն էլ հասկանում են որ միայնակ հնարավոր չի այն խնդիրները, այն խնդիրները ու այն մարտահրավերները որ կան ընդդիմության առաջ եւ մեր պետության առաջ դրանք հնարավոր չի միայնակ հաղթահարելու հուսանք որ 26 թվականը լինելու է այդ առումով միասնական դիրքորոշումներ ունենալու ջանքերը միատեղելու, միաբանվելու եւ դրա նաեւ լավագույն օրինակներից մեկն էր նաեւ այն էր որ եւ քաղաքական ուժերը եւ հանրային տարբեր դեմքեր եւ մշակութային գործիչներ մի կողմ են դրել իրենց տարաձայնությունները, անհամաձայնությունը եւ ի պաշտպանություն հայ առաքելական Սուրբ եկեղեցու հանդես են եկել եւ ես կարծում եմ որ այս միասնականությամբ ու այս սկզբունքով ու այս համոզմունքով մենք հնարավորություն կունենանք առաջիկայում պայքարը արդյունավետ դարձնելու եւ ի վերջո նաեւ գիտեք որ նպատակը որն է այս իշխանություններին 26 թվականին տուն ուղարկելու